Ես էլ եմ կարծում, որ բոլոր եկեղեցիները կարելի է ներառել, նաև միանում եմ պարոն Ռուբինյանի առաջարկին, որ նաև իրերը եկեղեցիներում պահպանվող կարող են ունենալ հատուկ նշանակություն եւ նրանց էլ պետք է շնորհել կարգավիճակ եւ պաշտպանել, բայց սրանք անհիմն վախեր չեն, սրանք ռեալ ռիսկեր են, նախ հենց Գեղարդի օրինակով ապացուցվող, եթե Սուրբ Մասունքի մի կտորը մարդիկ, ովքեր իրավաբանորեն պատասխանատու են դրա համար, համարում են, որ իրենց իրավունքն է, ոչ ոք չի կարող միջամտել, չկա երաշխիք, որ նույն ձևով չեն վարվի այլ իրերի հետ եւ նաեւ եկեղեցիների, վանքերի հետ, որոնք հուշարձաններ են։ Ես հիմա հասկանում եմ Տիկին Ղազարյան, շատ շնորհակալություն, դուք ձեր առավելագույնն եք արել, բայց ես էլ ունեմ տրամագծորեն հակառակ մտավախությունը, որ դեռևս պետությունը պետք է երեք հիմքով ապացուցի, որ օտարումը անհիմն է։ Մեկը, եթե կեղծիք կա փաստաթղթի մեջ, երկրորդը, եթե նպատակային չի օգտագործում, եւ երրորդը, որ հանրային շահին է հակասում։ Արդյոք սա թույլ է տալու իսկապես, որպեսզի հիմնավորվի այլ իրավաբանական անձին պարզապես որևէ վանքի կամ եկեղեցու վաճառքը կանխելը։ Տիկին Կարապետյան, շնորհակալություն դիտարկումների համար։ Սա իրական ես նորից եմ ասում, իմ առաջարկն էր, որ եկեղեցուն արգել ենք եկեղեցի սեփականության իրավունքը փոխելը, բայց բնականաբար իրավական բազմաթիվ հարցերի առջև ենք կանգնել եւ դրա համար ենք այս ձևակերպումը ունեցել, միգուցե պարոն Դադունցը նաեւ արձագանքի ձեզ։ Խնդիրն այն է, որ մեր արդարադատության նախարարության գործընկերները կարծում են, որ պետք է օրենսդրության մեջ հիմքերը սահմանվեն, որոնց վրա կմշակվի կարգը, եւ մենք կարծում ենք, որ հնարավորինս լայն շրջանակ ենք ընդգրկել հիմքերի, որոնց վրա կկարողանա արդեն լիազոր մարմինը այդ կարգը սահմանել։ Ինչ վերաբերում է մշակութային արժեքների հետ կապված հարցերին, մենք հիմա շատ բուռն քննարկումների մեջ ենք կառավարության տարբեր գերատեսչությունների հետ, եւ եթե կան շահագրգիռ մարդ այս հարցում, ես կխնդրեմ միանալ, աջակցել, որովհետեւ իրականում շատ դժվար է դա կարգավորել, որովհետև որևէ տեղ այս պահի դրությամբ ամբողջական ցանկը չկա, բացի որոշ կատալոգներից, որոնք փորձում ենք հասկանալ։ Արձագանք։ Մի բան էլ ավելացնեմ, վերջերս ուրեմն քննարկումներից պարզ դարձավ, որ կան հոգևորականի շորերով հանդես եկող մարդիկ, ովքեր համարում են, որ նաև օրինակ ընդդատյա չէ եկեղեցականը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ դատական կարգով չի կարող վերականգնվել այն պաշտոնում, որից ապօրինի կերպով հեռացվել է, այսինքն այս ընկալումը, որ իրավազորության ներքո չի գործում հայ առաքելական Սուրբ եկեղեցին Հայաստանի Հանրապետության, այդ ռիսկերը բան է անում, իհարկե բյուրեղացնում է, շարունակենք քննարկումներ, որովհետեւ ես համոզված չեմ, որ այդ երկրորդ հիմքը բավարար է եւ ինչ տեսք է ունենալու դա դատարանում, այսինքն կառավարությունը կամ պետությունը ասելու է, որ մեկ այլ իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի վանքի օտարումը հակասում է հանրային շահին եւ այդտեղ վեճ է գնալու հնարավոր երկու ելքով, որ դատարանը կգտնի, որ այո, այդպես է, կամ գուցե նաև գտնի, որ հանրային շահին չի հակասում։ Այդ վանքը կարող է եւ շարունակել լինել գործող եկեղեցի, բայց պատկանի առանձին ֆիզիկական անձի կամ մեկ այլ իրավաբանական անձի, որը հայ առաքելական Սուրբ եկեղեցին չէ։ Շնորհակալություն Տիկին Կարապետյան, սա կարգը կսահմանի կառավարություն եւ կետ առ կետ, դրույթ առ դրույթ ամբողջ ընթացակարգը կլինի, որովհետեւ լիազորող նորմ ենք տալիս, ինչ վերաբերում է ընդդատյա լինելը, դուք գիտեք, ես ժամանակին Տեր Արամին հորդորում էի դիմել դատարան իր աշխատանքային իրավունքներ վերականգնելու համար եւ այդ կապակցությամբ այդպես մեծ թիրախավորման տակ ընկա, բայց իրականում ես կարծում եմ, որ պետք է վերջապես ընդունենք, որ հոգեվորականները նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ ունենք պաշտպանվելու իրավունք, մենք մեր քաղաքացիներին պետք է պաշտպանենք ապօրինություններից, իսկ այդ ձեր ասածը շատ զավեշտալի է, ես պատկերացնում եմ, որ եթե օրինակ քահանան հոծկիծը հատում է, բարեկը կանգնեցնում է, իրենք իջնում ինչ են ասում, օրինակ ոնց որ դու չես կարող, պետությունը չպիտի խառնվի իմ մեքենավարելու գործերին, չէ, բնականաբար եկեղեցին, ինչպես մնացած բոլոր կազմակերպությունները իրենց բոլոր անդամներով հանդերձ գործում են Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո։ Հասմիկ Հակոբյան։ Տիկին Ղազարյան, նախ շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար։